Հուսով եմ բերած այդ ինֆորմացիան իրոք լուրջ է, Գևորգ։ Ղազարյան, Մերի բաժակի ու ատրճանակի վրայի մատնահետքերը չեն բռնում իրար հետ։ Փոխարենը Եղիշի տանը խոհանոցում գտած մատնահետքերը բռնում են այդ դիակի մատնահետքերի հետ։ Փաստորեն դուրս է գալիս, որ Եղիշին թունավորողը ինքն է։ Ըստ երևույթի։ Ու քանի որ Եղիշը նույն թույնով է թունավորված եղել որով եւ Մերին, նշանակում է Մերիի վրա մահափորձը նույն մարդն է կատարել։ Հա։ Եթե հավատանք բժշկի ասածներին, որ այդ թույնը շատ դժվար է ճարվում ու հատուկ բերվում է կարիբյան կղզիներից։ Բժշկի ասածներին միանշանակ պետք է վստահել։ Ես ճշտել եմ։ Դա շատ հազվագյուտ թույն է։ Փաստորեն դժվար, թե երկու տարբեր մարդկանց մոտ նույն թույնը լիներ։ Ուրեմն Մերիի վրա կատարած երկու մահափորձն են այդ նույն մարդն է արել։ Եթե Մերիի բաժակի մատնահետքերը համընկնեին, միանշանակ կարելի էր հաստատել այս վարկածը։ Հալո։ Բայերդես, պարոն Ղազարյան, Մերին է։ Հա, Մերի։ Պարոն Ղազարյան, մի բան եմ ուզում ձեզ հարցնել։ Դուք իմ ասելուց հետո խոսեցիք Լուիզայի հետ։ Հա, Մերի, խոսեցի։ Լուիզան պնդում է, որ զվուկարեժիսորի հետ համագործակցությունից է խոսել։ Հա, այդպես է ասել։ Դե չգիտեմ հնարավոր է, բայց լավ կլիներ մի հատ Մարատից է ճշտեք, զվուկարեժիսորից։ Մերի, ինչի ես կասկածում, որ նրանք ինչ-որ ուրիշ բանից են խոսել։ Դե չգիտեմ, չեմ կարող բացատրել։ Բայց լավ կլինեք մի հատ հանդիպեք Մարատի հետ։ Ուզում եք տամ նրա տվյալները։ Մերի, եթե ես անհրաժեշտ գտնեմ Մարատի հետ խոսել, ես նրան կգտնեմ ու կխոսեմ։ Հավատացեք անհրաժեշտ է։ Մերի ջան, ուզում եմ հասկանալ։ Քո կասկածները հիմնավոր են, թե դու ինչ-որ անձնական խնդիրներ ունես Լուիզայի հետ։ Դրա համար ես կենտրոնացել նրա վրա։ Ես հնարավոր եմ համարում, որ Լուիզան կաներ այդ բանը, պարոն Ղազարյան։ Լավ, Մերի, ես քեզ հասկացա։ Հանգիստ եղիր։ Հնարավոր ամեն բան արվի։ Լավ։ Քեզ որտեղից Ղազարյանի համար է։ Պապայի մոտից եմ վերցրել, ինչի՞։ Լավ չի, որ այդքան շուտ ես զանգում։ Քո ամեն կասկածի մասին, որ զանգես կիսվես, վերջ այդ մարդը մի օր կներվայնանա ու վրամին կասի, որ էլ չխառնվենք իր գործերին։ Բայց որ կասկածներ ունեմ, ում հետ կիսեմ, քո հետ, ման։ Գոնե հորդ ասա։ Ինքը կորոշի, եթե հարկ լինի, Ղազարյանին ինքը կասի։ Հիմա էլ հեռախոսով խոսելու իրավունքն էլ եք, հա, ձեռքիցս առնում։ Էլ ինչ չի կարելի։ Սենյակից դուրս գալու համար կամ խոհանոց գնալու համար է պետք է պապային զանգեմ հարցնել, հա, ման։ Հա, Ղազարյան, ինչ էր ասում։ Լավ, Գևորգ։ Արի այդ զվուկարեժիսորի հետ էլ խոսեմ։ Տեսնենք ինչ կասի Լուիզայի մասին։ Կարաս իմանաս համերգի օրը ով է հնչյունային հարցերով զբաղվում։ Հա, ինչի չեմ կարող։ Դե գնա զբաղվի։ Հետը խոսա, տես ինչ է ասում։ Ես կարևոր հանդիպում ունեմ։ Լավ։ Այս տղերքը առավոտ էլի փախան տնից։ Ոչ մեկին չտեսա, ոչ Հայկին, ոչ Դավոյին։ Ուզում էի պայմանավորվեի այսօրվա համար։ Մամ ջան, ես տարեքի հետ խոսացել եմ։ Երկուսն էլ ասել են, որ օրվա մեջ ժամանակ կգտնեն ու մենք իրար կհանդիպենք։ Հա, բայց երբ։ Դե Այ ջան, տաթևին ասեմ սուրճ սարքի։ Հա։ արի տեսնեմ ուր էր գնացել իմ քուրիկը։ Էմոլին տարա դպրոց։ Ասել ես մեքենայով կտանեի։ Ոչինչ, տաքսիով գնացինք։ Այդ կներես, որ հարցնում եմ, բայց մի տեսակ տրամադրությունը դուրս չի գալիս։ Նորմալ է։ Վերջերս բոլորիս համար այս վիճակը նորմալ է։ Ինչ որ պրոբլեմներ ունես։
Ես իմ ընտանեկան խնդիրներ են։ Դե քեզ ինչ պատմեմ։ Իմ խնդիրները քոնի համեմատ ծիծաղելի են։ Սուրենի հետ է կապված։ Հա։ Ինչ է եղել։ Ինչ որ բան չի արել։ Վահան, ուղղակի ինչ-որ բաներ եմ զգում, որ չեմ կարողանում ապացուցեմ ու դրանից շատ նեղվում եմ։ Նոն, բարև, ես եմ։ Ինչ ես անում։ Լսի, ես ուզում եմ մի հատ Մարատի հետ հանդիպել։ Դե, չգիտեմ, դու ինչ ես անում։ Հա, դու գիտես ոնց իրան կարելի է գտնել։ Հա, լսի, դե արի հանդիպենք ու միասին գնանք, լավ։ Դե, հա, ես հենց հիմա տանից դուրս եմ գալու։ Այսօր։ Պապ, Ես ինչ ես անում, Մերի։ Ես ուղղակի Դուք ուրեք նայեմ, արա։ Ձեզ ինչի համար եմ ստեղ պահում։ Բայց ոնց դուրս եկավ։ Շեֆ անդադար ստեղ կանգնած ենք եղել։ Մի քանի հեռու չեն գնացել։ Տեսնում եմ ոնց եք կանգնած։ լավ պապ պետք չի։ Ներս գնա։ Աչքիս քո հետ շատ լուրջ պիտի խոսեմ։ Ներս գնա։ Մի անգամ էլ անուշադրություն նկատեցի։ Հերթով սաղիդ ազատելու եմ։ Աչքները 4 սարած պիտի լինեք, չեմ ասել։ Ոչ մի խոսել, քնել, ուտել։ Նույնիսկ ճանճը չպիտի մտնի իմ տուն։ մի խոսքով Վահան, ես այդ ամեն ինչը նկատում եմ ու արդեն վաղուց։ Ուղղակի հենց բարձրաձայնում եմ դրա մասին, չգիտես ինչու անհետեթություն է երևում։ Նա ինչ, քո համար էլ է, չէ՞ անհետեթություն։ Մի բան ասեմ։ Ասա։ Ոստացի որ չես նեղանում։ Գիտեմ, պիտի ասես դու խանդոտ կիժ ես։ Բարապես մնացել։ Լավ էլի Վահան։ Հա լուրջ եմ ասում այդ։ Դու ինչ-որ բաներ ես գտնում քո ուշադրությունը կենտրոնացնելու համար։ Ֆիքսվել ես դրա վրա ու սկսել ինչ-որ մանրուքներ նկատել։ Ու հետո այդ ամեն ինչը մեկնաբանել քո ձևով։ Վահան, բայց եթե ես այդ մանրուքները նկատում եմ, ուրեմն դրանք կան, չէ՞, գոյություն ունեն։ Հո ես ինձնից չեմ օրինել։ Այդ, եթե քո ուղեղը ավելի լուրջ բանով զբաղված լիներ, հաստատ դու չէիր կենտրոնանա այդ մանրուքների վրա։ Դե ծանրաբեռնված կլինեիր ու այդ ամեն ինչը քո համար ծիծաղելի կթվար։ Հանցներ կգնար։ Չես հավատում։ Չգիտեմ, Վահան, չգիտեմ։ Այդ ինձ կներես ես պիտի գնամ, բայց խնդրում եմ մտածիր ասածներիս համար։ Ես են առիթը չի, որ դու Սուրենը իրար հետ վիճեք, այդ մեկը հաստատ եմ ասում։ Եղա՞։